Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքական նախագիծ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը Հայաստանի մայրաքաղաքի մասին լուր ներկայացնելիս Երևանը գրում է ադրբեջաներեն առոգանությամբ։ Երևան։ Սա զարմանալի չէ։ Բաքվի օկուպանտն ինքն է Երևանը, Սևանն ու Սյունիքը պատմական ադրբեջանական հող հռչակել։ Եվ երբ դրանից հետո նրա վերահսկողությամբ գործող մեդիան կրկնում է հայտարարվածը, դա նշանակում է պետական եւ պաշտոնական հետևողական քարոզչություն Հայաստանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, երբ Հայաստանում Փաշինյանը պնդում է, թե խաղաղություն է հաստատվել։ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Էրդողանն ուրախությամբ է հետևում Փաշինյանի համարձակ քայլերին եւ Բաքվի շքերթին, երախտագիտությամբ է հիշել Էնվերին եւ Նուրիին։ Enver Paşa'yı ve kardeşi Nuri Killigil Paşa'yı bir kez daha minnetle anıyorum. Ալիևը կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հավաքին օրակարգում եղել է Հայաստանի տարածքը։ Строительство Зангезурского коридора на территории Азербайджана близится к завершению. Թուրքիայի արտգործնախարարը բացահայտել է Հայաստանի առաջ դրված են նախապայմաններ սահմանը բացելու եւ հարաբերությունները կարգավորելու համար։ Ermenistan'ın ülkemize ve Azerbaycan'a yönelik barışçıl ve yapıcı yaklaşımını memnuniyetle karşılıyoruz. Եվ հարցազրույց այսօր Թորնիկե Շարաշենիձե միջազգային հարաբերությունների դոկտոր Վրաստան Փաշինյանի զիջումները Ադրբեջանը կարող է ընկալել որպես թուլության նշան եւ պահանջել ավելին։ When you are too much, let's say, open for concessions, then the other side may take it as a weakness, of course, and ask him for even more. Եվ այսպես Բաքվի շքերթը, որին մասնակցում էր Էրդողանը, նաև Պակիստանի վարչապետը։ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան Արցախի օկուպացիային ամեն մեկն իր դերով մասնակցած եռյակը բացահայտ է դրսևորվում։ Նախ Էրդողան, որը կանխատեսելիորեն Բաքվի շքերթին երախտագիտությամբ է հիշել հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվերին եւ 1918-ին Բաքվի 30,000 հայերի կոտորածը կազմակերպած Նուրիին։ 1918 yılında 1918 թվականին Բաքուն օկուպացիայից ազատագրած Կովկասի իսլամական բանակի բոլոր նահատակներին, մասնավորապես Էնվեր Փաշային եւ նրա եղբորը Նուրի Փաշային երախտագիտությամբ եմ հիշում։ Enver Paşa'yı ve kardeşi Nuri Killigil Paşa'yı bir kez daha minnetle anıyorum. Այս երկուսը Ադրբեջան կոչվող թուրքական նախագիծը ձևավորողներն են եւ պատահական չէ, որ Բաքվում Էրդողանը հենց նրանց է երախտապարտ։ Պատճառն էլ բաց նշվում է։ Թուրքական աշխարհի միավորում Թուրքիայի առաջնորդությամբ Արցախն էր բաժանում, հիմա Սյունիքը Հայաստանն են բաժանում, Թուրքիան եւ թուրքական աշխարհը։ Karabağ'ın azatlığa kavuşması sadece Azerbaycan için değil, Türk dünyası içinde Ղարաբաղի ազատագրումը մեծ հպարտություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքական աշխարհի համար։ Էրդողանը իհարկե խոսել է նաև խաղաղության մասին, որը իբր տիրում է Արցախում։ Սա է Թուրքիայի նախագահի պատկերացրած խաղաղությունը։ Հայերից գրավում են նրանց հազարամյա պատմական հողերը, ազատվում են բոլոր հայերից 100 տարի առաջ ցեղասպանությամբ, 5 տարի առաջ բռնագաղթով եւ հաստատում խաղաղություն։ Թուրքիայի մեթոդները փոխվել են, նպատակը ոչ։ Allah hamdolsun bugün Laçin'den Şuşa'ya Փառք Ալլահին, այսօր Լաչինից միջև Շուշա, Զանգեզուրից միջև Խանքենդի, Խոջալույից միջև Ֆիզուլի տիրում է խաղաղություն, զարգացում, բարգավաճում եւ ազատություն Ղարաբաղի յուրաքանչյուր թիզում։ Էրդողանը հայտարարել է, թե այն, ինչ իրենք արեցին Արցախում, Հարավային Կովկասում, խաղաղության հասնելու կարևորագույն հանգրվան է։ Իբր վերջ են տվել ծանր անարդարությանն ու նոր դարաշրջան են բացել։ Փոխել են աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում եւ Եվրոպայում։ Եվ Էրդողանը, ինչպես ինքն է նշում, Փաշինյանի համարձակ քայլերին ուրախությամբ է հետևում։ Şunu da burada özellikle vurgulamak isterim. Biz
kalıcı barış noktasında Կցանկանայի ընդգծել հետևյալը. մենք չափազանց հույսով եւ լավատեսությամբ ենք տրամադրված երկարատև խաղաղության հարցում։ Մենք գնահատում ենք իմ եղբայր İlham Aliyevի անկեղծ ջանքերը երկարատև խաղաղություն hastատելու համար։ takdirle karşılıyoruz. Ermenistan Başbakanı Sayın Paşinyan'ın da bu yolda attığı cesur adımları memnuniyetle takip ediyoruz. Մենք նաև ուրախությամբ հետևում ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից այս ճանապարհին արված համարձակ քայլերին։ Որ Փաշինյանի քայլերը համարձակ են, անգամ Էրդողանն է նկատում, որ խաղաղություն կլինի, անգամ Էրդողանն է ուզում, բայց հիշենք ընդամենը րոպեներ առաջ Էրդողանի խոսքից հատվածը։ Բերդորից մինչև Շուշի եւ Ստեփանակերտ խաղաղություն է տիրում։ Արցախում հիմա խաղաղություն է, բայց այնտեղ հայեր չկան։ Բաքվից Թուրքիա վերադառնալիս Էրդողանն օդանավում հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին ու եւս մի քանի հայտարարություն է արել, որոնք Հայաստանում պետք է տեսնել։ Էրդողանը հերթական անգամ ասել է, որ Արցախում պատերազմի օրերին Թուրքիան Ադրբեջանին ամենաուժեղ աջակցությունն է ցուցաբերել։ Հավելել է, որ ողջունում է խաղաղության գործընթացում արվող քայլերը, նշելով, որ իրենք տարբեր առիթներով իրենց գոհունակությունն են հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ։ Էրդողանն ասել թե Հարավային Կովկասում ավելի քան 30 տարի տևած անկայունությունից հետո բացվել է հնարավորությունների պատմական պատուհան երկարատև խաղաղության համար, թե տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում, թե խաղաղության գործընթացի արագ ավարտը կներկայացնի պատերազմում հաղթող Ադրբեջանին որպես տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ։ Էրդողանը նաև հավելել է, թե իրենք թշնամիներին եւ բարեկամներին ուղերձ են հղել եւ հղում են։ Ադրբեջանը եւ Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են եւ Թուրքիան գործընկերներին ասել է. թույլ չի տա, որ Ադրբեջանի իրավունքները խախտվեն։ Այդ որ գործընկերներին, այդ ումից է Թուրքիան պաշտպանում Ադրբեջանը։ Հիմա Ալիև, որը Բաքվի շքերթում ելույթը սկսել է ոչ թե Ադրբեջանի զինված ուժերի մասին խոսելով, այլ Թուրքիայի եւ Էրդողանի այն աջակցության, որը ստացել է պատերազմի օրերին։ Բաց նշելով, որ Թուրքիայի աջակցությունն է ուղերձ եղել այլ ուժերին, զսպել այդ ուժերին։ Ելույթի մնացած հատվածը գլուխ գովելու Փաշինյանի թիմին եւ հայտարարությունները ծաղրելու մասին էր, այնպես որ առաջարկում ենք բաց թողնել։ Այս ամսվա սկզբին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումից հետո Կենտրոնական Ասիայի երկրների բոլոր առաջնորդները նորից հավաքվել են եւ այս անգամ +1-ը եղել է İlham Aliyevը։ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրներին առաջարկում է կապ արևմուտքի հետ, Ադրբեջանն առաջ է մղում Թուրքիայի թուրքական աշխարհը միավորելու նախագիծը եւ առաջարկն ու նախագիծը եղել են այս սամիթի օրակարգում։ Сегодня Азербайджан и Центральная Азия являются связующим звеном. Այսօր Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիան միացնող օղակ են արևելքի եւ արևմուտքի, հարավի եւ հյուսիսի միջև։ Այդ կապի մեջտեղում եւ թիրախում իհարկե Հայաստանի տարածքն է։ Բաքվի օկուպանտն իր ելույթում նորից անխոչնդոտ ասել է Զանգեզուրի միջանցք։ Հայաստանի կառավարությունում այլևս վրդովվող չկա։ Строительство Зангезурского коридора на территории Азербайджана близится к завершению. Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին։ 15 միլիոն տոննա սկզբնական հզորությամբ այս երկաթուղին կդառնա միջին միջանցքի հիմնական զարկերակը։ Ավարտին է մոտենում նաև Զանգեզուրի միջանցքի մասը կազմող ավտոմայրուղու շինարարությունը։ Ադրբեջանը երկրորդ անգամ էր մասնակցում Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հավաքին։ Սրանք այն երկրներն են, որոնց հետ Հայաստանը հարաբերություններ կառուցելու հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, որոնք այո Բաքվին աջակցող հայտարարություններ եւ գործողություններ են անում, բայց Հայաստանը կարող էր օգտագործել իր լծակները վիճակը մեղմելու համար։ Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա այս փուլում վերելք ապրող հարաբերությունները կարելի է դիտարկել նաեւ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան պայքարի առանցքում պարտադիր է դիտարկել։ Այդ մասին առաջին հայտարարությունը եղավ դեռ ամիսներ առաջ, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այս նույն Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հետ հավաքին հայտարարություն արեց Հայաստանի տարածքով անխոչնդոտ անցնելու մասին։ Սա դեռ Վաշինգտոնում պայմանավորվածություններից առաջ էր։ Smooth border crossing with Central Asian and South Caucasus countries is also essential to reach the Black Sea. Սևծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանը սահուն հատելը։ Armenia with Turkey and Azerbaijan
is going to be a game changer. 3 տասնամյակ փակ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի քան երբևէ։ Հայաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները պարզապես կռվախնձոր են, պայքարի հարթակ եւ ոչ մեկի իրական նպատակը Հայաստանի տարածքով միջանցք կամ ուղի անցկացնելով Հայաստանը խաչմերուկ դարձնելն ու հարստացնելը չէ։ Թուրքիայի մեջլիսում այդ երկրի հաջորդ տարվա բյուջեն քննարկելիս արտաքին գործերի նախարարն է խոսել Հայաստանի մասին։ Ermenistan'ın ülkemize ve Azerbaycan'a yönelik barışçıl ve yapıcı yaklaşımını memnuniyetle karşılıyoruz. Մենք ողջունում ենք Հայաստանի խաղաղ եւ կառուցողական մոտեցումը մեր երկրի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք շարունակում ենք երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի հետ, որը ցուցադրել է բաց եւ կամավոր դիրքորոշում մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ ջանքերը ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ։ Ֆիդանը Թուրքիայի մեջլիսի падգամավորներին տեղեկացրել է, որ Թուրքիան մանրակրկիտ ուշադրությամբ է վարվում հարևան եւ զգայուն տարածաշրջանի Հարավային Կովկասի հետ եւ Թուրքիան միանշանակ դրական է գնահատում Վաշինգտոնի պայմանավորվածությունները, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ստացավ փաստացի անխոչնդոտ անցում Հայաստանի տարածքով։ Azerbaycan-Ermenistan barış sürecinde 8 Ağustos'ta Washington'da ortaya konan Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ցուցաբերված վճռականությունը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր արձանագրած առաջընթացը ամրապնդել են տարածաշրջանում երկար սպասված երկարատև խաղաղության հույսերը։ Մենք պահպանում ենք մեր բացառիկ հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում։ Մենք շարունակում ենք գործել համակարգված եւ համերաշխ մեր դաշնակից Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերում։ Ինչպես Էրդողանն էր նշել Բաքվի շքերթին իր ելույթում, հիմա նաև Ֆիդանն է հայտարարում, որ Թուրքիան խրախուսում է Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել պատմական հնարավորությունից եւ հնարավորին չափ շուտ կնքել խաղաղության համաձայնագիրը։ Սա Թուրքիան կրկնում է արդեն 5 տարի։ Խնդիրն այն է, թե ինչ է Թուրքիան շտապում եւ ինչ կլինի, եթե պատմական կոչվող հնարավորությունից չօգտվեն։ Թուրքիայի մեջլիսի կայքում հրապարակված տեքստից այլ մանրամասներ եւս հայտնի են դառնում։ Ֆիդանը Թուրքիայի մեջլիսի падգամավորների առաջ հստակ ձևակերպել է, թե երբ եւ ինչ պայմաններում Թուրքիան պատրաստ կլինի անել կոնկրետ քայլեր, փաստացի ցույց տալով, որ Հայաստանի առաջ դրված են նախապայմաններ։ Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը, մենք պատրաստ կլինենք Հայաստանի հետ կարգավորմանը, մենք դա նախապես հայտարարել էինք։ Հայաստանի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հանդեպ այսքան մեծ պատրաստակամության գլխավոր պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզանից կամքի դրսևորում տեսնելն է։ Ֆիդանը հավելել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը եւ տնտեսության վերականգնումը կարեւոր է Հայաստանի համար եւ բացատրել է, թե ինչու Թուրքիան հիմա չի կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե մենք այս պահին կարգավորենք, ապա Հայաստանի ձեռքից կվերցնենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ ամենամեծ պատճառը եւ տարածաշրջանում կարող ենք մնալ սառեցված պատերազմի հետ դեմ դիմաց, ինչը չենք ուզում։ Ֆիդանը հիշեցրել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրում չի ընդգրկվել երկու հարց, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եւ Հայաստանի սահմանադրություն, ու հավելել է, որ երբ այս հարցերը լուծվեն եւ Ադրբեջանը ստորագրի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանային անցակետերը Հայաստանի հետ։ Թուրքիայի արտգործնախարարը պարզապես չէր կարող չխոսել թուրքական պետությունների կազմակերպության մասին, այն էլ Հայաստանի եւ Հարավային Կովկասի մասին հայտարարություններից անմիջապես հետո։ Sayın milletvekilleri, kadim bağlara sahip olduğumuz Türk dünyasıyla işbirliğimizi stratejik bir perspektifle Մեջլիսի հարգարժան անդամներ, մենք ամեն օր խորացնում ենք գործակցությունը թուրքական աշխարհի հետ, որի հետ մենք վաղեմի կապեր ունենք ռազմավարական տեսանկյունից։ Թուրքական պետությունների կազմակերպությունը, որը կազմում է թուրքական աշխարհի ինտեգրման ջանքերի հիմնական շրջանակը, այս տարի անցկացրեց 2 գագաթաժողով, ինչպես անցյալ տարի։ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղստանը եւ Ուզբեկստանը թուրքական պետությունների կազմակերպության անդամները, Հունգարիան, Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը դիտորդների կարգավիճակով արժեքավոր ներդրում են ունենում համատեղ նախագծերում։ Այսօր թուրքական պետությունների կազմակերպությունը մեծ մասամբ ավարտել է իր ինստիտուցիոնալացումը, կենտրոնացել է կոնկրետ նախագծերի վրա, նշանակալի քայլեր է ձեռնարկել կապի ոլորտում եւ ամրապնդել տնտեսական համագործակցության չափումը։ Ամեն անգամ, երբ Թուրքիայից որևէ պաշտոնյա հայտարարություն է անում թուրքական աշխարհի ինտեգրման,
միավորման, գործակցության մասին, պետք է հիշել, որ այստեղ խոսքը նաև Հայաստանի տարածքի մասին է, որովհետև Թուրքիայի եւ թուրքական աշխարհի միջև կարող ենք անգամ ասել միակ խոչընդոտը միայն Հայաստանի տարածքն է։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Թորնիկե Չարաշինձե, միջազգային հարաբերությունների դոկտոր, Վրաստան։ Փաշինյանը փորձում է ցույց տալ արտաքին աշխարհին, այդ թվում առաջին հերթին ամերիկացիներին, որ Հայաստանը խաղաղ երկիր է եւ Հայաստանը բաց է ավելի շատ զիջումների համար։ Միաժամանակ վրացի մասնագետը վախենում է, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է դա ընդունել որպես թուլության նշան ու պահանջել ավելին։ Այն հայտարարությունները, թե Հայաստանը Ադրբեջանի պատմական մասն է եւ այլն, իսկապես մտահոգիչ են, ըստ վրացի մասնագետի, եւ այդ պատճառով, եթե դա չի փոխվում, նման հայտարարությունները շարունակվում են, ապա անհրաժեշտ է ինչ-որ մեկը, որևէ արտաքին մեծ ուժ, որը խաղաղություն կբերի տարածաշրջան։ Thank you very much for joining us on Journey. Շնորհակալություն մեզ միանալու համար եւ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինչպես կգնահատեք դրությունը տարածաշրջանում հենց հիմա։ Describe the situation right now in our region. It's getting more complicated, not because relations among us, three of us, getting more complicated, but because the whole world is becoming much more dangerous and unpredictable place. Ամեն ինչ ավելի ու ավելի բարդ է դառնում, ոչ թե մեր միջև հարաբերությունների պատճառով, այլ որովհետև ամբողջ աշխարհն է դառնում շատ ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի։ Ուկրաինայում պատերազմ է, եւ երբ այդ պատերազմն ավարտվի, ամեն ինչ այլևս նույնը չի լինի։ Պատերազմները միշտ փոխում են եղած ստատուս քվոն, եղած կարգերը, եւ այս անգամ եւս աշխարհակարգը կփոխվի։ Թվում է, թե Ռուսաստանը չի պարտվելու պատերազմում, ինչը նշանակում է, որ հավանաբար Ռուսաստանի դիրքերը կամրապնդվեն, գուցե նույնիսկ մեր տարածաշրջանում, եւ դա իհարկե մենք պետք է հաշվի առնենք։ Աշխարհակարգը այո կփոխվի, բայց հայտնի չէ, թե ինչպիսին կլինի։ Կարող ենք ունենալ տիպիկ բազմաբևեռ աշխարհակարգ, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, գուցե Հնդկաստան բևեռներով, կամ կարող ենք ունենալ երկբևեռ աշխարհակարգ։ Polar order. That's the most dangerous scenario for small states especially like Armenia and Georgia. Azerbaijan is still a different case because they are stronger and plus they have Turkey behind them. Սա ամենավտանգավոր սցենարն է փոքր պետությունների համար, հատկապես Հայաստանի եւ Վրաստանի նման։ Ադրբեջանն այլ դեպք է, քանի որ նրանք ավելի ուժեղ են եւ բացի այդ նրանց հետևում կանգնած է Թուրքիան։ Ոչ Վրաստանը, ոչ էլ Հայաստանը ուժեղ դաշնակից չունեն։ Ֆորմալ առումով իհարկե Հայաստանը դեռևս ունի երկկողմ համաձայնագիրը Ռուսաստանի հետ, բայց չգիտեմ հայերի գործն է որոշել Ռուսաստանը իրենց դաշնակիցն է, թե ոչ։ Այս իրավիճակում, եթե պատերազմի ավարտից հետո ձևավորվի երկբևեռ աշխարհակարգ, վտանգավոր վիճակում կհայտնվենք։ It's extremely difficult for small states like us to navigate and play the interests of great powers against each other. Քանի որ երկբևեռ աշխարհում մեզ նման փոքր պետությունների համար չափազանց դժվար է կողմնորոշվել եւ մեծ տերությունների շահերը հավասարակշռել։ Հիմա դա շատ ավելի դժվար է լինելու։ Make a tough choice, either one block or another. Եվ մենք կարող ենք ստիպված լինել դժվար ընտրություն կատարել, լինել մեկի կամ մյուսի հետ, լինել այս կամ այն բլոկի անդամ։ Մենք կարող ենք ստիպված լինել միանալ մյուս ռուս-չինական բլոկին։ Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, ամենավատ սցենարների։ And if we stand together, stick together, maybe three of us. If it doesn't work, then at least two of us, Armenia and Georgia. Եվ եթե միասին լինենք, միասին մնանք, գուցե 3-ով, եթե դա չստացվի, ապա առնվազն 2-ով Հայաստանն ու Վրաստանը, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի մեղմել այս հնարավոր վնասը եւ դիմակայել այս հնարավոր արտաքին ճնշմանը։ One thing is clear that South Caucasus is too important to be ignored. Մի բան պարզ է, Հարավային Կովկասը չափազանց կարևոր է այն անտեսելու համար։ Եթե ինչ-որ բան պատահի, եթե ինչ-որ բան փոխվի, եւ անկասկած դա տեղի կունենա, մեր տարածաշրջանը կկրի դրա ազդեցությունը։ Մեզնով հետաքրքրված են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Անկասկած մեր տարածաշրջանի համար կպայքարեն մեծ տերությունները։ Ամերիկացիները, իհարկե ռուսները, հիմա նաեւ չինացիները, ինչը շատ կարևոր է հիշել եւ նշել։ Այսպիսով, ինչ անել։ It's very important to keep in mind. So what to do?
I truly believe we can survive only if we stay together. Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք գոյատևել միայն այն դեպքում, եթե միասին մնանք եւ հնարավորին չափ օգնենք միմյանց։ Փոփոխությունները, կարծում եմ, կլինեն շուտով։ Անխուսափելի են։ Մի քանի տարի անց մենք դա կտեսնենք։ Ինչ դեր է խաղում Թուրքիան մեր տարածաշրջանում, ինչ դեր ունի այն փոփոխություններում, որոնք ձևավորվում են հիմա եւ ինչպես դուք նշեցիք, կլինեն Ուկրաինայի պատերազմից հետո։ Turkey has strengthened its positions, of course. Թուրքիան իհարկե ամրապնդել է իր դիրքերը, քանի որ ակնհայտ է Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայում, եւ այդ պատճառով Թուրքիան, այսպես ասենք, փայլուն կերպով օգտագործեց հնարավորությունը։ Ամրապնդեց դիրքերն այստեղ առաջին հերթին, իհարկե աջակցելով Ադրբեջանին։ Ընդ որում Թուրքիան ամրապնդեց դիրքերը ոչ միայն հարավային Կովկասում, այլև Սիրիայում, բայց կարծում եմ վաղ թե ուշ Ռուսաստանը կարող է վերադառնալ տարածաշրջան։ Գուցե ոչ ավելի ուժեղի դիրքով, քանի որ Ռուսաստանն այժմ չունի անհրաժեշտ լծակներ Ադրբեջանի եւ որոշ չափով նաեւ Հայաստանի դեմ։ Ղարաբաղը Ռուսաստանի լծակն էր թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեմ, եւ հիմա այս հարցը կարծես լուծված է։ Կարծում եք իսկապես լուծված է, էջը փակ է։ Ռուսաստանի համար փակ է։ Ռուսաստանը այլևս չի կարող այն օգտագործել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դեմ։ Իսկ Հայաստանի համար It's a different issue, of course. That's a different issue because I'm afraid that we still don't have comprehensive, let's say. Դա իհարկե այլ հարց է։ Դա այլ հարց է, քանի որ դեռևս չունենք համապարփակ եւ լիարժեք կարգավորում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը հատկապես մեզ Վրաստանի համար շատ մտահոգիչ է, քանի որ Վրաստանը խոցելի երկիր է։ Georgia is a vulnerable country. We have Russian military base. Ռուսական ռազմական բազա կա մեր մայրաքաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա, եւ տարածաշրջանային պատերազմները միշտ որոշակիորեն վտանգավոր են մեզ համար, որոշակի սպառնալիք են միշտ։ Ահա թե ինչու ենք մենք ուզում ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև պրագմատիկ, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ We want to have peace in our region. Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագիրը նախ հաստորագրելով խաղաղությունն արդեն հաստատվել է։ Հավատում եք։ Do you believe? Ես այստեղ մեկ վտանգ եմ տեսնում։ Շատ լավ էր ամերիկացիների ներգրավելը, քանի որ Ամերիկան միակ ուժն է, որը կարող է երաշխավորել խաղաղություն եւ անվտանգություն տարածաշրջանում։ Եվրոպացիները չեն կարող։ Եվրոպան ոչ ուժ ունի, ոչ էլ քաղաքական կամք Եվրամիության սահմաններից դուրս անվտանգություն ապահովելու համար։ Նույնիսկ Եվրամիության ներսում նրանք չափազանց կախված են ամերիկյան պաշտպանությունից։ Ինչու պետք է ամերիկացիները հետաքրքրված լինեն։ So this is a key point now. When Trump did that, when he invited both Aliyev and Pashinyan to the White House and they signed this agreement, okay, is Trump going to follow it to the end or not? This is a very interesting question. Դա հիմա ամենակարևորն է։ Հիմա երբ Թրամփը հրավիրեց երկուսին Ալիևին եւ Փաշինյանին Սպիտակ տուն եւ նրանք ստորագրեցին այս համաձայնագիրը, ամենահետաքրքիր հարցն այն է, թե Թրամփը մինչեւ վերջ կհետևի այս գործընթացին, թե ոչ։ Եթե նա մինչեւ վերջ հետևի, ապա հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի։ Եթե ոչ, ապա այսպես ասենք, այնքան էլ լավ չի լինի։ Այս փուլում սա հիմնական հարցն է։ Ինչպես հասկանում եմ, վարչապետ Փաշինյանը փորձում է ցույց տալ արտաքին աշխարհին, այդ թվում առաջին հերթին ամերիկացիներին, որ Հայաստանը խաղաղ երկիր է եւ Հայաստանը բաց է ավելի շատ զիջումների համար։ Միաժամանակ վախենում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է դա ընդունել որպես թուլության նշան։ Նման ռիսկ կա։ Միաժամանակ մենք պետք է բախվենք մի պարզ փաստի։ Դժբախտաբար Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ երբ դու պարտվում ես պատերազմում, պետք է որոշ զիջումների գնաս։ Բայց Հայաստանը շատ զիջումների գնաց, շատ զիջումների արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ խաղաղ երկիր է, որ ձգտում է խաղաղության։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, եւ եթե նրանք հուսով եմ վերջապես որոշեն պաշտոնական Բաքուն որոշի, որ պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա մենք տարածաշրջանում վերջապես խաղաղություն կունենանք։ If they hopefully find, official Baku decide that they have to fully normalize relations with Armenia, then wow, we're going to have peace finally in the region. Բայց նրանք պնդում են, թե Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական է եւ Ադրբեջանի նախագահն է դա պնդում։ That's a matter of concern, of course. It's a matter of concern. Դա իհարկե մտահոգիչ է։ Այս առումով ամերիկյան ներգրավվածությունը կարող է փոխել խաղի կանոնները։ Եվ կարծում եմ, որ ձեր երկիրը իրականում շատ լավ փորձ ունի Վաշինգտոնում լոբինգի հարցում։ Դուք պետք է օգտագործեք ձեր բոլոր միջոցներն ու լծակները Վաշինգտոնում, որպեսզի նրանց հասկացնեք, որ ամերիկյան ներգրավվածությունը հարավային
Արևմտյան Կովկասում շատ կարևոր է, անշուշտ նաև մեզ վրացիներիս համար։ Involvement in South Caucasus is very important, also for us Georgians actually. Sure. What if Ինչ կլինի, եթե մենք այստեղ ամերիկյան ներգրավվածություն ունենանք, բայց նաև, ինչպես քիչ առաջ նշեցիք, Ռուսաստանը ցանկանա վերադառնալ այս տարածաշրջան։ Արդյոք սա մեր տարածաշրջանն ավելի վտանգավոր չի դարձնի։ Նկատի ունեմ բոլորին մեր այս փոքր տարածաշրջան բերելը լավագույն լուծումն է։ The best solution of course would be full reconciliation between Armenia and Azerbaijan. Լավագույն լուծումը իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցումը կլինի, բայց կրկին այն հայտարարությունները, թե Հայաստանը Ադրբեջանի պատմական մասն է եւ այլն, իսկապես մտահոգիչ է։ Եվ այդ պատճառով, եթե դա չի փոխվում, նման հայտարարությունները շարունակվում են, ապա ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկը, որևէ արտաքին մեծ ուժ, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Great power to bring peace to the region. So-called Zangezur corridor. Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, ձեր կարծիքով ինչ մտադրություններ ունեն թուրքական եւ ադրբեջանական կողմերը։ Դա պարզապես բեռների եւ մարդկանց փոխադրումների ուղի է, թե տեսնում եք թուրքական կողմից ապագայի որոշ ծրագրեր from the Turkish side. Turkey, the regional power, obviously has its own interests. Turkey also was an empire. Թուրքիան տարածաշրջանային այդ ուժը ակնհայտորեն ունի իր սեփական շահերը։ Թուրքիան նույնպես կայսրություն էր եւ փլուզվեց առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Եվ ես իհարկե չգիտեմ որևէ կայսրություն, որը չի կարոտում իր փառահեղ անցյալը, բայց չեմ կարծում, թե Թուրքիան պատերազմը սկսելու իր իսկ ներգրավվածությամբ։ Կարծում եմ դա բացառված է։ Soft power. Ես շատ չեմ վախենում ոչ թուրքական փափուկ ուժից, ոչ էլ նույնիսկ ռուսական փափուկ ուժից։ Կարծում եմ դա նորմալ է, որովհետև մենք հայերը եւ վրացիները ունենք ուժեղ ազգային ինքնություն։ Մյուս կողմից, ինչպես նշեցի, չեմ կարծում, որ Թուրքիան որևէ տեսակի պատերազմ է սկսելու որևէ մեկի դեմ։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամ են, փորձում են անդամակցել ԵՄ-ին եւ շատ են դողում արևմուտքի հետ իրենց հարաբերությունների վրա։ Եվ չեմ կարծում, թե նրանք իրականում վստահում են ռուսներին։ Սա այստեղ կարևոր կետ է։ Թուրքիան եւ Ադրբեջանը լավ թող օգտագործեն այդ միջանցքը։ Սա ձեր կողմից բարի կամքի եւս մեկ դրսևորում է լինելու։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ դրանից հետո, երբ դուք նրանց տրամադրեք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ապա պետք է ինչ-որ բան պահանջեք դրա դիմաց, որովհետեւ Հայաստանը չի կարող շարունակել միակողմանի զիջումներ անել անընդհատ։ So-called Zangezur corridor will provide to them, then you are supposed to ask for something in return. After that, because Armenia cannot continue making unilateral, unilateral compromises all the time. Have you seen any announcement? Դուք տեսել եք որևէ հայտարարություն հայկական կողմից, որտեղ ինչ որ բան է պահանջվում դրա դիմաց։ Պաշտոնական? Այո։ Հնարավոր է բաց եմ թողել, չեմ հիշում։ I don't remember that. Armenia-Turkey relations. Հայ-թուրքական հարաբերություններ։ Մենք կրկին ունենք կարգավորման գործընթաց այս անգամ Էրդողանի եւ Փաշինյանի միջև։ Համոզված եմ, որ գիտեք, բացի Զանգեզուրի միջանցք կոչվածից, նրանք պահանջում են լռել հայոց ցեղասպանության մասին։ Նրանք պահանջում են ամեն ինչ Հայաստանից, միայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու համար։ Պետք է վճարել այդ գինը։ With Turkey and open the border. Should we pay this price? That's an interesting question. Once again, there is a risk that another compromise, another concession on your behalf could be taken as a sign of weakness. Դա հետաքրքիր հարց է։ Կրկնեմ, կա ռիսկ, որ ձեր կողմից եւս մեկ փոխզիջումը, եւս մեկ զիջումը կարող է ընդունվել որպես թուլության նշան։ Սա այստեղ կարևոր կետ է։ Ես հայ-թուրքական հարաբերությունների մասնագետ չեմ, եւ անկասկած նման ռիսկ միշտ կա, երբ դու չափազանց, այսպես ասենք, բաց ես զիջումների համար։ Open for, concessions, then the other side may take it as a weakness, of course, and ask him for even more. That's very important. Ապա մյուս կողմը, իհարկե, կարող է դա ընդունել որպես թուլություն եւ պահանջել ավելին։ Կարծում եմ Հայաստանը պետք է ցույց տա արտաքին աշխարհին, որ ունի միայն խաղաղ մտադրություններ։ Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է շարունակի վերակառուցել իր զինված ուժերը, եւ Հայաստանը պետք է շարունակի շատ ուժեղ լոբինգ անել Միացյալ Նահանգներում։ Եթե դա չաշխատի, ապա վերջի վերջո Հայաստանը իհարկե կարող է ստիպված լինել պաշտպանություն խնդրել Ռուսաստանից։ Այդ դեպքում ուրիշ ոչ ոք չի մնա, բայց հուսով եմ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կհասկանա, որ բոլորի համար շատ ավելի լավ է որոշակի փոխզիջման գալ։ Եվս մեկ անգամ փոխզիջումը միշտ երկու կողմ է պահանջում։ Once again, compromise always takes it takes two to tango, as they say. Yeah, it always takes two sides. Armenian government is Հայաստանի կառավարությունը դրսևորում է Եվրամիությանը միանալու պատրաստակամություն։ Նախ ինչ է կատարվում Վրաստանի եւ Եվրամիության միջև։ Ինչպես գիտեք, ամեն ինչ այնքան էլ լավ չէ։
Այո, գիտենք, ինչու է այդպես, եւ այդ դեպքում ինչ կառաջարկեք հայկական կողմին։ For the Armenian side. I hope Armenia will get soon visa-free regime. But here's a there is a very serious challenge for all of us. That's an ongoing war in Ukraine. Հուսով եմ Հայաստանը շուտով կստանա առանց վիզայի ռեժիմի արտոնությունը, սակայն մեզ բոլորիս համար շատ լուրջ մարտահրավեր կա։ Ուկրաինայում պատերազմ է ընթանում եւ այդ մարտահրավերը անկասկած կազդի նաեւ Եվրամիության վրա։ Երբ պատերազմն ավարտվի, կարծում եմ հետևանքները բացասական կլինեն Եվրամիության համար։ Is going to expand. I'm not sure. European Union will have to rebuild Ukraine. Վստահ չեմ, որ դրանից հետո Եվրամիությունը կընդլայնվի։ Համոզված չեմ։ Եվրամիությունը ստիպված կլինի վերականգնել Ուկրաինան։ Դա շատ թանկ կարժենա, հարյուրավոր միլիարդներ։ Եվրամիությունն ինքն է տնտեսապես տուժել այս պատերազմի պատճառով։ Առաջին հերթին Գերմանիան։ Գերմանիան եվրոպական տնտեսության առաջատար ուժերից էր։ Գերմանիայի տնտեսությունը լճացել է պատերազմի սկզբից ի վեր։ Գումարած եվրոպական երկրները հիմա փորձում են վերականգնել իրենց զինված ուժերը։ Այսպիսով, եթե դուք ցանկանում եք վերականգնել ձեր զինված ուժերը, ձեր տնտեսությունը լճանում է։ Եվ բացի այդ, դուք պետք է վերականգնեք Ուկրաինայի տնտեսությունը, որը ինչպես գիտեք, ավերված է։ How are you going to expand European Union? This is a key issue here. There's a point. And so you should get all the benefits, and I'm very happy if Armenia, of course, receives visa-free regime. Visa-free regime was a great achievement for Georgia. Ապա այս պայմաններում ինչպես է կընդլայնելու Եվրամիությունը, սակայն Հայաստանը պետք է ստանա բոլոր առավելությունները, եւ ես շատ ուրախ կլինեմ, եթե Հայաստանը իհարկե ստանա վիզայի ազատ ռեժիմ։ Դա մեծ նվաճում էր նաեւ Վրաստանի համար մոտ 10 տարի առաջ, բայց միևնույն ժամանակ հուսով եմ Եվրամիությունը կփրկվի այս պատերազմից։ Հուսով եմ, որ պատերազմի ավարտից հետո Եվրամիությանը հասցված հարվածը ավերիչ չի լինի։ Անկասկած, նրանք որոշակի վնաս կկրեն, բայց հուսով եմ, որ նրանք ոչ միայն կփրկվեն, այլև կընդլայնվեն։ Վստահ չեմ, որ նրանք կունենան բավարար քաղաքական կամք եւ ռեսուրսներ։ Մոլդովայի դեպքը կարող է տարբեր լինել։ Մոլդովան փոքր է, Ռումինիայի հարևանն է։ Մոլդովացիների մեծ մասն ունի ռումինական անձնագրեր, եւ Մոլդովան ինտեգրելը ինչ որ կերպ հեշտ կլինի։ Ուկրաինան չափազանց դժվար։ Պատերազմից հետո Ուկրաինային ԵՄ ընդունելը չափազանց դժվար է լինելու։ Somehow to integrate Moldova, Ukraine, extremely difficult. To accept Ukraine after the war, extremely difficult. We have been witnessing the strong position of the Georgian side. Մենք հականատես եղանք Վրաստանի դիրքորոշմանը Ուկրաինայում պատերազմի հարցում։ Եվրամիությունից եղան պահանջներ վրացական կողմին, բայց Վրաստանի կառավարության դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Անձամբ ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանում մենք պետք է որոշ դասեր քաղենք, թե ինչպես թշնամիներ ձեռք չբերել, ինչպես թշնամի չդարձնել Ռուսաստանը, ուր է լինելու Վրաստանը, ինչպես եք տեսնում Վրաստանի ապագան 10-15 տարի անց։ 10 years, 10-15 years. A lot will depend on the external factors. Շատ բան կախված կլինի արտաքին գործոններից։ Ցավոք մինչև հիմա այնքան էլ լավ չէ։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը նահանջում է ամենուր, ոչ միայն մեր տարածաշրջանում։ Ամերիկայում նույնպես, Եվրոպայում եւս որոշակի խնդիրներ ունեն։ Ժողովրդավարության հետընթացին զուգահեռ Ռուսաստանը հզորանում է։ Ռուսաստանը վերադառնում է որպես մեծ տերություն։ Չինաստանը հզորանում է։ Այս պայմաններում, երբ արտաքին գործոնները այդքան էլ բարենպաստ չեն, ժողովրդավարության հետագա զարգացման եւ հաջողակ եվրոպական պետության կառուցման համար մենք ստիպված ենք լինելու առերեսվել ճշմարտության հետ։ Իհարկե մեզ համար չափազանց դժվար է լինելու, ստիպված կլինենք առերեսվել սարսափելի ճշմարտության հետ։ Սարսափելի ճշմարտությունն այն է, որ դժվար ճշմարտություն ասենք։ Դժվար ճշմարտությունն այն է, որ չես կարող պայքարել աշխարհագրության դեմ, մեր աշխարհագրության։ To face the truth. We're going to find it extremely difficult, of course, and we're going to have to face the awful truth. Awful truth is that, difficult truth, let's say. The difficult truth is that you cannot beat geography. Our geography is, on the north we have Russia. Հյուսիսում Ռուսաստան, հարավում Թուրքիա եւ Իրան, ավելի հեռու Մերձավոր Արևելքը, ապա Աղվանստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Եվրամիությունը ծովի այն կողմն է եւ Եվրամիությունը թույլ է։ Այն տնտեսական առումով գերտերություն է, բայց քաղաքականապես թույլ է։ Ռազմական հզորություն չունի։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մոտ 15 տարի առաջ Ամերիկան շատ ավելի ուժեղ էր, շատ ավելի ազդեցիկ։ Ամերիկան շատ ավելի ուժեղ էր, քան Չինաստանն ու Ռուսաստանը, եւ ամերիկյան դիրքերը Հարավային Կովկասում նույնպես շատ ուժեղ էին։ Հիմա ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում արդեն ինչ-որ կերպ չեզոքացված է, թե Ռուսաստանի, թե Չինաստանի կողմից, նաեւ որոշ առումով Թուրքիայի կողմից։ Սա այստեղ գլխավոր կետն է։ Սա է ամբողջական պատկերը, աշխարհագրության վրեժը։ And also by China. And also in some way also Turkey. That's a key point here. And so this is it. Geography is revenge. Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շատ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։
Միջազգային հարաբերությունների վրացի մասնագետն ավարտում է միջազգային հարաբերությունների ամերիկացի մասնագետ Ռոբերտ Կապլանի թեզով «Աշխարհագրությունը վրեժ է» կամ աշխարհագրության վրեժը, որը նշանակում է անկախ տեխնոլոգիական առաջընթացից եւ գլոբալիզացիայից տարածաշրջանի ֆիզիկական լանդշաֆտը, տեղանքը եւ բնական պաշարները կայուն ուժեր են, որոնք շարունակում են ձևավորել քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական իրականություններն ու հակամարտությունները։ Այս տերմինը ենթադրում է, որ աշխարհագրությունը, որը հաճախ անտեսվում է գաղափարախոսության կամ տեխնոլոգիայի օգտին, վրեժ է լուծում, վերահաստատելով իր հիմնարար կարևորությունը համաշխարհային իրադարձությունները հասկանալու գործում։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։